Երեք տեղեկացանք, որ Կտրիշ Ներսիսյանը պաշտոնից ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին։ Ես խնդրեմ, որպես համայնքի բնակիչ ձեր կարծիքը հայտնեք դրան, ինչ է ուզում ասել դրան։ Նա ուզում է այս կարգով փորձել իր պաշտոնավարությունը երկարաձգել, բայց դա իրեն չի ստացվելու, որովհետև ազգաբնակչությունը չի ցանկանում իր այդ տեղում լինելը։ Ոչ մեկը չեն ցանկանում, բոլորն էլ ուզում են, որ ինքը դուրս գա այդ աշխատանքից խաղաղ պայմաններով, ժողովրդին չհրահրելով, բայց ինքը փորձում է երկարաձգել, չնայած չի ստացվելու իրեն։ Ինքը եթե խելոք լինի, խելացի ձևով դուրս կգա այդ աշխատանքից, այդ պաշտոնից, որ ընտրվել է, իր փոխարեն օրենքի սահմանված կարգով կընտրվի են, ով որ ժողովրդի կողմից սիրված մարդ կլինի։ Ես տենց եմ մտածում։ Գևորգ Սրբազանին պաշտոնից ազատելու հիմքում նշված էր, որ նա չարաշահել է իբրև թե իր պաշտոնը, իբրև թե ինչ-որ ճնշումներ է գործադրել, ես խնդրեմ։ Սրբազանը շատ պարկեշտ մարդ է, ես ճանաչում եմ իրեն, շատ բարի մարդ է, սիրված ժողովրդի կողմից, մարզի ազգաբնակչության կողմից, ուստի մենք էլ փորձում ենք իրեն աջակցել, որպեսզի ինքը շարունակի իր ծառայությունը։ Վարչապետը ասաց, որ ինքը այլևս չի հայտնելու, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագին, սակայն երեք արդեն հայտարարեց, որ մասնակցելու է Սուրբ Թադեուս եկեղեցում։ Կարծում եք սա ի աջակցություն Գևորգ Սրբազանի։ Վարչապետը չէր խոսել այդ մասին, բայց մենք որպես մարզի բնակիչներ տեղեկացված էինք, ինֆորմացված էինք, երեք էլ էինք եկել աջակցության, բայց երեք չկարողացանք իրեն տեսնել։ Հիմա այսօր առավել ևս եթե վարչապետն է գալիս, շատ ճիշտ անում, մենք վարչապետի գալու կամ չգալու համար չենք ստեղ, մենք մեր ուղղակի ցանկությամբ եկել ենք։ Նաև որպես ի աջակցություն Գևորգ Սրբազանին։ Այո, իհարկե, աջակցություն Գևորգ Սրբազանին, ընդհանրապես դա։ Երեք տեղեկություն տարածվեց, որ Կտրիշ Ներսիսյանը պաշտոնից ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին։ Ըստ ձեզ ինչ է ուզում նա այս քայլով ասել։ Ըստ ինձ նախ առաջինը Կտրիշ Ներսիսյանը որպես կարգալույս եղած ժողովրդի կողմից, եկեղեցու հոտի կողմից իրավունք չունի կարգալույս անելու Գևորգ Սրբազանին, որտեղ Գևորգ Սրբազանը խոսել է արդարության եւ ժողովրդի անունից։ Իսկ ինձ Կտրիշ Ներսիսյանը ավելի լավ է ինքը իրեն հեռացնի եկեղեցուց եւ հանգիստ թողի հայ ժողովրդին եւ եկեղեցուն։ Վարչապետը հայտարարել է, որ ինքը այսօր չի ասելու, թե որ համայնք եւ որ եկեղեցի է գնալու, սակայն երեք տեղեկացանք, որ նա գալու է Մասիսի Սուրբ Թադեուս եկեղեցի, ինչ է կարծում, այսինքն ի աջակցություն Գևորգ Սրբազանի արվեց եւ հայտարարվեց այդ մասին։ Ես չեմ կարող ասել ի աջակցություն արեց, երևի ինքը ընտրեց Մասիսի եկեղեցին, նաեւ կարող եւ աջակցություն։ Ինչու՞ չէ, որովհետեւ հենց ինքը վարչապետը, այն քահանաները կամ այն եկեղեցու քահանան, ովքեր որ հայտարարել են միանում են ժողովրդին, հա, եւ Կտրիշ Ներսիսյանին դեմ են իր արարքի համար, վարչապետը իր աջակցությունը հայտնել է։ Այսինքն կարծում եք սա ցայտնոտային վերջին քայլերն են, երբ որ տեսնում է, որ արդեն քահանաներն են խմբերով միանում։ Միանշանակ։ Նա չդիմացավ այդ հարվածին, քահանաների հարվածներին եւ դիմում է արդեն ավելի շատ սադրիչ քայլերի։ Ինձ թվում է, որ երկար չի տևելու եւ շատ շուտով հեռանալու է ինքը։ Եվ որպես մարզի բնակիչ կխնդրեմ ձեր կարծիքը հայտնեք Գևորգ Սրբազանի մասին։ Ուրեմն նայեք, Գևորգ Սրբազանը, երբ որ այն ժամանակ 44-րդ պատերազմից հետո քննադատում էր վարչապետին, այսօրվա անդիմության կողմից ինքը արդարացի մարդ էր, լավ մարդ էր, հա։ Իսկ երբ որ այսօր Գևորգ Սրբազանը իր ամբողջ մտքով վերլուծությամբ վերլուծեց եւ զգաց, որ այո, այսօրվա իշխանությունները եւ վարչապետը ճիշտ է, հա, եւ տեսա, որ Կտրիշ Ներսիսյանը սխալ, որոշեց, որ Գևորգ Սրբազանը միանա ժողովրդին, ժողովրդի կարծիքին։ Երեք տեղեկություն տարածվեց, որ Կտրիշ Ներսիսյանը պաշտոնից ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին։ Դուք, ես հիշում եմ, բարբերաբար մասնակցում եք պատարակներին, որպես հավատավոր հոտի ներկայացուցիչ, կխնդրեմ ձեր կարծիքը հայտնեք այս քայլի մասին։ Ես ինչպես իմ առաջի հարցազրույցներից մեկում, եթե հիշում եք, ակնարկեցի, որ Կտրիշ Ներսիսյանը ոչ թե զբաղվում է հոգևոր դասով, որ տարածվի ամբողջ Հայաստանում, այլ անգրագետ քաղաքականությամբ։ Ուղղակի ես իմ հարցազրույցը ուզում եմ ավելի շատ մի քիչ ընդհանուր մեր Հայաստանի քաղաքական դաշտի հետ համակցել
Օրինակ շատ հետաքրքիր բան է տեղի ունենում եւ իմ խոսքը ուղղում եմ նաեւ Արդարադատության նախարարին։ Հայաստանում կարծես թե 100-100-ից ավել քաղաքական կուսակցություններ կան։ Իրոք հարց է ծագում, դրանք քաղաքական կուսակցություններ են, թե անհատ ձեռներեցներ են։ Երբ որ 2024 թվականին սկսվեց այս հոգևոր շարժումը անգրագետ Տավուշից մինչև Արցախ, օրինակ ես քաղաքական կուսակցությունների նախագահների տեղը լինեի, կառավարության առաջ միտինգ կանեի, որ կասեի ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում։ Միթե կարելի է հոգևորականները խառնում են կուսակցության գործերին։ Դա նշանակում է, որ այդ 100-ից ավել կուսակցությունները ոչ մի գաղափարախոսություն չունեն, ստիպված միակ խնդիրը մնացել է, որ հենվեն հոգևորականների վրա։ Սա իրոք հայ ժողովրդի համար շատ ցավալի երևույթ է իմ կարծիքով։ Վարչապետը ասաց, որ այսուհետ չի հայտարարելու, թե որ եկեղեցուն է մասնակցելու պատարակներին, սակայն երեք հայտարարեց, որ գալու է Մասիսի Սուրբ Թադեուս եկեղեցի, կարծում եք ի աջակցություն Գևորգ Սրբազանի արեց դա։ Միանշանակ դա այդպես է, որովհետև այն հայտարարությունը, որ կատարվեց Էջմիածնիից, Գարեգին-բեի կողմից, իմ կարծիքով վարչապետը արեց հակաքայլ, որ դու այլևս չես համարվում Հայաստանյան Արաքելյանց եկեղեցու պատվավոր, այսպես ասած, հետևորդներից մեկը, դրա համար էլ վարչապետը շատ ճիշտ քայլ արեց, վերջապես մենք պիտի ցույց տանք, որ պետություն ենք կառուցում, մենք պետություն ենք։ Տարիների ընթացքում այս բոլոր ավանդույթները եւս մի անգամ շեշտեմ, բոլոր այդ կուսակցությունների ներքո խառնաշփոթ է առաջացել։ Դրա համար համայն ժողովուրդը վերջիվերջով կամաց կողմնորոշվում է, թե ինչ է հոգևոր դաշտը եւ Փառք մեր վարչապետի գլխավորությամբ շատ հայ ժողովրդի մի մասը կամաց սկսեց հասկանալ ինչ է եկեղեցի հաճախելը մաքուր հոգով, ինչ է նշանակում պատարակ եւ այլն։ Դրա վերջիվերջով մի քիչ պետք է մեր վարչապետին չէ խղճան։ Հասկացանք ինքն էլ է մսից հայրենից։ Չի կարելի այդքան դավանանքներ կուտակել եւ վերջապես մենք բոլորս էլ հայ ժողովուրդ ենք։ Ես եւս նորից անդրադառնում եմ, որ այդ բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք որ թաքնվել են այս եկեղեցու հետևում, ես իրանց փոխարեն ես կանչեի։ Ավելի շատ թող իրանք ներկայացնեն իրենց գաղափարները, ոչ թե թաքնվեն ինչ-որ սառեցրած հոգևորական, ինչ նշանակում սառեցված հոգևորական, այսինքն գարունը գա ինքը տաքանալու է, հա, ինչ-որ շարժվելու է, դա անհարմար է, չէ։ Տևական ժամանակ դուք եւս մասնակցում եք վարչապետի հայտարարած նորոգման պատարակներին, ինչը ձեզ ստիպեց միանալ վարչապետին։ Ես մասնակցում եմ, առաջի անգամ մասնակցել եմ դեռ Թալինում նոյեմբերի 9-ին եւ այո բազմիցս ներկա եմ գտնվել, բայց այսօրվա իմ այցի նպատակներից մեկն է իհարկե մասնակցել պատարակին, բայց նաեւ կոչով եմ ուզում դիմեմ, կաթողիկոս վեհապարին։ Բազմաթիվ անգամներ վարչապետը իր ելույթներում, իր հարցազրույցներում հրավիրել է նստել սեղանի շուրջ կաթողիկոսին, բայց կաթողիկոսը հրաժարվում է գա։ Ես չեմ հասկանում ինչու՞մն է խնդիրը։ Չէ՞ որ ես հիշում եմ մարտի 1-ի ժամանակ նույն կաթողիկոսը գնաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, հիմա ինչու՞մն է խնդիրը, երբ որ վարչապետը հրավիրում է կաթողիկոսին նստել քննարկել, ինչն է պատճառը, որ կաթողիկոսը չի գալի։ Կոչս այն է, որ լավ կլինի, որ կաթողիկոսը հանդիպի վարչապետի հետ, որովհետև կրկնում եմ, վարչապետը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, վեհապարի հետ եւ այս խնդրին լուծում տալ։ Ի վերջո ինչքան կարող է սա շարունակվել։ Երեք տեղեկացանք Մայրաթորից, որ Կտրիշ Ներսիսյանը պաշտոնից ազատել է Մասյացյոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին։ Ըստ ձեզ ինչու։ Ես չեմ կարող ասել եւ որակում տալ պատճառներին, բայց սա չի կարող անվերջ շարունակվել։ Կարգալույց, պատարակները միևնույն է շարունակվում են, սա անընդունելի է։ Գիտեք ինչ կա։ Մենք
հայ ենք, մենք հայ ազգ ենք։ Այս իրավիճակի հետևում են բազմաթիվ արտասահմանից մարդիկ, թե մեր հայրենակիցները, թե տարբեր լրատվականները։ Մեզ այդքան էլ հարիր չի այս վիճակը։ Պետք է մի հատ լուծում լինի, վերջնական լուծման գան, հա, վարչապետը, կաթողիկոսը նստեն, զրուցեն, հասկանան այս թեման փակվի, որովհետև մենք հիմա կանգնած ենք այնպիսի ժամանակ, մենք խաղաղություն ենք, հա, գնում խաղաղության, ճանապարհներ են բացում, տնտեսությունն է զարգանում։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ մենք այս վիճակների մեջ ենք հանդիպես։ Սա շատ լուրջ է եւ ես կարծում եմ, որ եւ կոչ եմ անում կաթողիկոսին, որ նա անպայման հանդիպի վարչապետի հետ եւ առավել եւս որ վարչապետը ինքն է հրավիրում պատրաստ է վերջի բրիֆինգի ժամանակ էլ ասեց նա, որտեվ սա պետքա լուծվի, պետքա բարի ձևով համերաշխությամբ այս հարցը լուծվի, թե ինչքան կարելի է կարգալույց, ուրեմն պատարակարգ, ինչքան։ Քանի որ պաշտոնից ազատեց Գևորգ Սրբազանին, հնարավոր է սա ուղղակի ցայտնոտային քայլ է այն պարագայում, երբ որ քահանաները խմբերով միանում են։ Չեմ կարող ասել, սա անվերջ է, ես չգիտեմ ինչքան է, հա, սա շարունակվել է։ Ես գիտեմ, որ ճիշտը նա է, որ ինչ կոնֆլիկտային իրավիճակն է, ինչ սիտուացիա լինի, պետք է հանդիպեն մարդիկ, այս դեպքում վարչապետն ու կաթողիկոսը նստեն, բանակցեն, խոսեն, ինչ կպայմանավորեն, ոնց կպայմանավորեն, դա իրանք արդեն գիտեն, բայց մենք որպես ժողովուրդ, մենք արդեն այս իրավիճակից հոգնել ենք, սա տհաճ իրավիճակ է, մեզ սազական չի։ Բայց դուք եւս չէ կարծում եք, որ նա պետք է հեռանա, ինչպես շատերն են պահանջում։ Կարծում եմ, որ պետք է լինի լուծում, որը մատչելի եւ ընդունելի կլինի եւ երկրի ղեկավարի համար եւ հայ առաքելակարգերի եկեղեցու համար, որպեսզի այս լարվածությունը հանդարտվի, թե ինչ լուծում իրանք կգտնեն արդեն, հա, զբանակցելուց, դա իրանք արդեն թող որոշեն, բայց կարևորը այս հարցը ունենա հանգուցալուծում, ավարտվի, վերջանա, հոգնել ենք, ժողովուրդ ուզում է ապրի, ուզում է արարի, ստեղծի, մենք լավ դրական ճանապարհի վրա ենք, Ռուսաստանից 1 տոննա արդեն ճանապարհով երկաթուղով գալիս է շաքարավա, տարբեր տեսակի բենզին է գալի, տնտեսությունը ուզում է զարգանա, պարզապես պետք է, որպեսզի այս հարցը, մեր ներսի հարցը լուծվի, անցնենք ապրենք հանգիստ էլի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Պապոյան, արդեն 28 քահանաներ միացել են վարչապետին եւ 10 եպիսկոպոսներին, ինչի մասին է սա վկայում։ Սա վկայում է, որ այն լուր դժգոհությունը, որ տասնամյակներ շարունակ եղել է Կտրիչ Ներսիսյանի անօրինական եւ միահեծան ու խիստ անձնական որոշումների նկատմամբ, այդ 10 եպիսկոպոսները եւ 28 քահանաները իրենց մեջ գտել են այդ համարձակությունը եւ դրա մասին խոսել են եւ կարեւոր է, որպեսզի նաեւ այլ քահանաներ, այլ եպիսկոպոսներ եւս միանան այս օրակարգին, որովհետեւ սա ազգային անվտանգության հարց է։ Արդեն իսկ կարծում եմ կասկած չկա, որ այս մարդիկ օտարերկրյա այդ մարդիկ Կտրիչ Ներսիսյանի հետ փոխկապակցված անձինք շատ նվազագույնը Հայաստանի Հանրապետության ազգային պետական շահերը չեն սպասարկում, հետեւաբար այս հարցի լուծումը դա արդեն մենակ եկեղեցական չի, քաղաքական ազգային անվտանգության հարց է։ Նա չի շտապում հեռանալ եւ երեկ էլ պաշտոնից ազատեց Մասյացյոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանին։ Ինչու է սա անում։ Կտրիչը չի կարող մեկին պաշտոնից ազատել, որովհետեւ նա այդպիսի լիազորություն չունի։ Գևորգ Սրբազանը Մասյացյոտնի թեմի ղեկավարն է եւ շարունակելու է մնալ, այսօր էլ իր հանդիսապետությամբ լինելու է այստեղ պատարակ։ Կտրիչ Ներսիսյանը չունի իշխանություն եւ նրա որոշումները որևէ հետևանք չունեն ոչ մեկի համար, այդ թվում Գևորգ Սրբազանի համար։ Գևորգ Սրբազանը այսօր թեմի առաջնորդն է, վաղն էլ լինելու թեմի առաջնորդն է, մյուս օրն էլ, ինչ ուզում եք որոշում ընդունեք։ Երեք մեկն էլ բան էր, որոշել էր, որ Արցախի հերոսի կոչումից զրկեր գեներալ, այսինքն գիտեք, տենց բաներ կան էլի։ Ցայտնոտային որոշումներ են, հա, կայացվում այս ամեն ինչ։ Մենք մի հատ որոշում կարող ենք հիմա ընդունել, ասենք լուսնի վրա ինչ որ բան անելու վերաբերյալ։ Այդ դա այնքան իրավական ուժ ունի, կամ այնքան աբսուրդ է իմ կողմից այդ որոշումը հիմա լուսնի վրա ենթադրենք օրինակ շենքի թույլտվություն տալու կամ բիզնես գործունեություն ստեղծելու մասին, ինչքան Կտրիչ Ներսիսյանի կամ իմ նշած աբսուրդ թատրոնային դեպքերը։ Վարչապետը ասել էր, որ այսուհետ չի հայտնելու, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարակի, սակայն երեկան ասաց, որ մասնակցելու է Մասիսի Սուրբ Թադեոսի եկեղեցում, այսինքն սա կարելի է ասել նաև աջակցության ինչ որ քայլեր Գևորգ Սրբազանին։ Գևորգ Սրբազանը աջակցության կարիք չունի։
աջակցում են մարդկանց, ովքեր ունեն աջակցության կարիք։ Գևորգ Սրբազանը աջակցության կարիք չունի, Գևորգ Սրբազանը թեմի առաջնորդն է եւ պարզապես վարչապետը ցանկացել է գալ եւ մասնակցել պատարագին, որը տեղի է ունենալ Գևորգ Սրբազանի հանդիսապետությամբ։ Նա տեղապահ է արդեն այս թեմում նշանակել, ինչ պիտի լինի այս իրավիճակում։ Տեղապահար։ Մենք այստեղ կտեսնենք Գևորգ Սրբազանին, մենք այստեղ կտեսնենք այն քահանաներին, ովքեր որ կզեղչեն այն մարդու անունով, արժանի չի ոչ ոք չի եկեղեցում պատարագի ժամանակ։ Ուր է տեղապահը։ Տեսնենք որտեղ է լինելու, վաղը, մյուս օրը։ Միշտ Գևորգ Սրբազանը այստեղ է լինելու, բայց այդ տեղապահը ուր է լինելու, ես չգիտեմ։ Էջմիածնի հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ իբրև թե Գևորգ Սրբազանը չարաշահել է իր առաջնորդի դերը, ճնշումներ է գործադրել, այսքան մարդու նկատմամբ ճնշում է գործադրվել մարզի համայնքի բնակիչներին։ Մտեք հարցրեք, էլի ում է ճնշում գործադրել։ Մենակ ին վրա ճնշում չի գործադրել, մենք որևէ մեկին գտնեք, ում վրա ճնշում է գործադրել։ Գիտեք, ամեն մի հիմարության հոչենք բան է պատասխանելու։ Հիմքում դա էր դրված։ Դե ասում եմ եկեք ապօրինի որոշումների հիմքում ինչ պետք է դնել, ես չեմ հասկանում։ Մեկնաբանության կարիք չկա, էլի այդ մարդը կաթողիկոս չի, հետաբար որոշումները գրոշի արժեք ունեն։ Գրոշից ներքև, գրոշը ինչ որ մի բան, ինչ որ մի գրոշ, երբ որ գրոշը եղել է փող, գրոշով ինչ որ մի բան հնարավոր է եղել գնել, այսինքն դա ինչ որ արժեք ունեցել է։ Այդ մարդու որոշումները, եկեղեցական որոշումները գրոշի արժեք ունեն։ Ավելի քիչ։ Շնորհակալություն։